Եթե դուք ջիմում պրոգրես չեք տեսնում, համենա թե երբեք խնդիրը քիչ մոտեցումներ կամ վարժություններ անելը չի։ Անչափ շատ մարդ եմ տեսնում, ովքեր ամիսներ շարունակ մարզվում են ու պրոգրես չեն տեսնում, ու մտածում են, որ այս խնդիրի լուծումը մոտեցումների կամ վարժությունների քանակը ավելացնելն է, որովհետև մկանը բավականաչափ ստիմուլ չի ստանում։ Բայց իրականում 99% դեպքերում խնդիրը հակառակն է։ Մարդիկ նույն մկանի համար անում են չափից ավել մոտեցումներ ու բարձր կրկնություններ, ինչի պատճառով չեն հասցնում վերականգնվել մինչև իրենց մյուս պարապմունքը ու պրոգրես չեն տեսնում։ Հասկանալու համար, թե ձեր մոտ այս խնդիրը կա արդյոք թե չէ, կա շատ հեշտ ձև։ Մի 1-2 օր ավել հանգստացեք մինչև ձեր մյուս պարապմունքը ու տեսեք, թե հաջորդ պարապմունքին ավելի ուժեղ եք, թե չէ։ Եթե այս հանգստից հետո մյուս պարապմունքի ընթացքում դուք օրինակի համար կարողանում եք նույն քաշով ավելի շատ կրկնություններ անել, ապա միանշանակ ձեր մոտ խնդիր է նա, որ դուք չեք հասցնում վերականգնվել մինչև ձեր մյուս պարապմունքը։ Փորձեք մոտեցումների քանակը քչացնել ձեր პრոգրամում ու տեսեք, թե արդյոք ձեր պրոգրեսը բարելավում է սրանից, թե չէ։ Նաև ասեմ, որ եթե ամեն մոտեցման մեջ դուք անում եք շատ բարձր քանակի կրկնություններ թեթև քաշերով, օրինակի համար 10-15 կրկնություն ամեն մոտեցումում, կարաք նաև փորձեք կրկնությունների քանակը քչացնել ու քաշը բարձրացնել, որովհետև սրանից վերականգնվելը նույնպես ավելի հեշտ է։